Նրան տապանում հյուրընկալել են ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովին, պարոն Վարդանով, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Մենք իհարկե մեր հարցազրույցի առանցքում ունենալու ենք պաշտպանության նախարարի հայտարարությունները, որոնք արվեցին ասուլիսի շրջանակներում, ամփոփիչ հայտարարություններ էին, բայց դրան մի փոքր ուշ անդրադառնանք։ Տարին սկսվեց այնպիսի իրադարձություններով, որոնք ոմանց գնահատմամբ աննախադեպ են, զարմացրել են մարդկանց, որոշ իրադարձություններ ցավալի են եւ մեր հարևանությամբ են կատարվում։ Ես մասնավորապես նկատի ունեմ եւ Վենեսուելայում կատարվածը եւ Իրանում այս օրերին ընթացող իրադարձությունները։ Ընդհանուր առմամբ ինչ դիտարկումներ կանեք, նորմալ էր այն ինչ կատարվեց Վենեսուելայում։ Եթե նկատի ունեք, ասենք, երկարաժամկետ բլոկադան արդեն համարյա 20 տարի, որ ոչնչացնում են այդ երկիրը, իհարկե նորմալ չի։ Եթե նկատի ունեք հունվարի 3-ի օպերացիան, երբ որ Դելտա Ֆորսը, դա ամերիկյան հատուկ նշանակության ստորաբաժանումներ են, բաղկացած կանաչ բերետներից եւ մասամբ սև բերետներից, ռենջերներից, ուրեմն հոյակապ անցկացված օպերացիա է, որոշակի բայցերով։ Սպեցնազը իրեն լավ է դրսևորել, այո, որովհետեւ իրենք կարողացել են առանց կորուստների անցկացնել բավականին բարդ օպերացիա։ Ես նկատի չունեմ օդուժի անջատելը, այդ ամեն ինչը սպեցնազի հետ կապ չուներ, դա ավելի շատ գաղտնի ծառայություններն են արել, կան հեքիաթներ, որ հատուկ զենքերով հակաօդային համակարգերը շարքից հանվել են, դա 12 օրվա պատերազմը Իրանի եւ Իսրայելի միջև ցույց տվեց, որ լավագույն հակաօդային համակարգի դեմ աշխատող ռոբոտացված բլայզերային եսի մինչ աստղային պատերազմներից բանը տեղում դաշտում թաքնված դիվերսանտն է կամ դավաճանը։ Նույնը այդտեղ ա եղել ու այդ վենեսուելացի դավաճանների կամ գաղտնի գործակալ ամերիկացիների, որոնք ասենք տեղում դաշտում են եղել, տեղում դավաճանած քաղաքացին դավաճանա, էլի դրա համար եմ այդպես ասում, բայց սպեցագենտները ՑՌ-ը իրանք դավաճան չեն, իրանք հետախույզներ են։ Իրենց միջոցով ասենք հակաօդային համակարգերը անջատվել է, որի շնորհիվ այնց պարադային ուղաթիռները մի քանի տասնյակ մետր համայրակտուրներին կպնելով գնացին հասան, ասենք, այդ ավիաբազայի, ռազմաբազային, որտեղ Մադուրոն, ասենք, թաքնված էր, տեղում Դելտա Ֆորսը շատ լավ անցկացրել իր գործողությունները, որովհետև կան ուրեմն թիկնազորից մի քանի տասնյակ սպանված մարդ, իսկ դա ինչ է նշանակում։ Գիտեք ոնց ամենալավ զենքերը երբ որ օգտագործվում է, այդտեղ տեխնոլոգիապես երկրի հզորություն բանը տե աշխատում է, բայց երբ որ գալիս է զինվորը զինվորին է հանդիպում, այդտեղ արդեն կամային հատկություններն են աշխատում, ասենք այդ զինվորների մարզվածությունն է աշխատում, իհարկե նաև զենքը, բայց զենքը այդտեղ 10-15% է, ավելի շատ կամային հատկությունները, կազմակերպչականը, իրար հետ աշխատելու ձևերը, մարզվածությունը, եթե կարճ ամփոփենք։ Դելտա Ֆորսը իրան հիանալի պահեց, որտեղ կան խփնված, սպանված մարտի ընթացքում Կուբայից հատուկ պարապմունքներ անցկացրած, ասենք, թիկնազոր Մադուրոյի, որը որ ոչնչացվել է։ Եթե ամբողջությամբ չէ, գոնե ասենք ոչնչացնելով կարողացել են անցնել մինչև Մադուրոյի եւ իր կնոջ, ասենք, ննջասենյակը կամ իրանց առանձնասենյակը եւ այնտեղից իրենց առևանգեն։ Միջազգային գնահատականներ չտամ, շատ վատ երևույթ է, աննախադեպ չի ասի աննախադեպ, որովհետեւ նման բան եղել է, երբ որ ասենք Պանամայի պրեզիդենտին ձերբակալեցին, էլի կեղծ բաներով, որ նարկոբարոն էր, եսիմ ինչ էր, դա ծիծաղալու է, էլի, եթե անգամ նարկոտիկները իր տարածքով գնում գալիս է, ինքը նարկոտիկ ընդհանրապես կարա չտեսնի,
ուղղակի ասենք շինարարի անվան տակ, ասենք ինչ որ բիզնեսմեն բերի իրան փայտա, եթե կոռումպացված է, եթե կոռումպացված չի, հարկեր մուծի եւ Վենեսուելայի բյուջետը լցնի։ Դուք դա հեքիաթներ է, էլի, դա իսկ իրականությունը դա է, որ Ամերիկայի նախագահան, ներկայիս նախագահան որոշակի նախագիծ ունի եւ այդ նախագծով շարժվում առաջ, այնտեղ կա Վենեսուելայի խնդիրը, այնտեղ կա Վենեսուելայի նավթը յուրացնելու խնդիրը, Գրենլանդիայի խնդիրը, Եվրոպային, ասենք, բերել ինչ-որ մակարդակի խնդիրը, որ այնտեղ քիչ փող ծախսի Ամերիկան կամ ընդհանրապես չծախսի, ինքը որոշակի խնդիրներ ունի, որը լուծում է։ Վենեսուելան այդ խնդիրներից մեկն էր ու ինքը ամենակիչը իր ներսում Ամերիկայում եղած establishment են ասում, այդ ներքին խորքային պետության ներկայացուցիչներին ցույց տվեց, ասել, տեսակ, արա։ Ես Սադամ Խուսեյնին, պայմանական Սադամ Խուսեյնին ձերբակալեցի, առանց 10-15 տարով պատերազմի մեջ դատախվելու։ Ինչ որ արել էին մյուսները, թե հանրապետական, թե ասենք դեմոկրատական բանում, Իրաքում, Աֆղանստանում, հիշում եք 2001 թվականին Աֆղանստան, 2003-ին Իրաք ու տասնյակ տարիներ, ասենք, անարդյունք։ Լուրջ փողերի կորուստ եւ այլն։ Ինքը դա ցույց տվեց։ Ինքը ինչքանով էր օգուտ, դա դա արդեն թող տնտեսագետները վերլուծեն, քաղաքական գործիչները։ Ես իմ կարծիքն ունեմ, բայց ոչ պրոֆեսիոնալ կարծիք ալինելու։ Դրա համար դրա մասին չեմ ուզում խոսալ։ Եթե գանք Իրանին արդեն, Իրանն էլ հատուկ գործողություն է։ Նայեք, ինչով են խելամիտ պետությունները եւ պետական մարմինները, գերատեսչությունները տարբեր պետությունների մեկը մյուսից տարբերվում։ Կամ պետություններ, որոնք իրենց գերատեսչություններով, ուժային, գաղտնի ծառայություններով, հետախուզությունով, չգիտեմ, արտաքին գործերով, բանով նախորոք այնքան լավ են պատրաստված, որ ցանկացած իրավիճակից կարան օգտվեն։ Ցանկացած։ Եթե նախորոք չլիներ կես տարի առաջ պատերազմից մի 10-20 տարի առաջ, ասենք, Մոսադի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը ներբեռնված Իրանի տարածք, չէր լինի այն հրթիռների, տարբեր գործարանների եւ հակաօդային համակարգերի ոչնչացման, ասենք, այդպես հեշտ ձևը։ Մարդու սպալնյանը անգամ ննջասենյակը հարվածի էր, չի ենթարկվել։ Դա ոչ մի ձևով չես հաշվարկի, բացի դրանից, որ դաշտում պետք է ունենաս կամ տեղացի դավաճաններ, կամ քո լրտեսները, քո գործակալները, քո հետախույզները։ Այդ ամեն ինչը, ասենք, 12 օրյա պատերազմից հետո չվերացավ։ Եվ այդ ագենտուրան, այսպես կոչված, որի մեջ թե դավաճաններն են մտնում, թե դավաճաններին վերբով կարած կամ օգտագործող, ասենք, հետախույզները, իրենք բոլորը մնացել են Իրանի տարածքում։ Այն խոսքերը, որ շատ լրտեսներ հայտնաբերեցին աֆղանցիներից եւ աֆղանցիներից 1-ից 2 միլիոն փախստականներ կան աֆղանստանցիներ Իրանում ու իրանց արտաքսել են, դա մի քիչ խնդալու է։ Դա նույն ձևով ծիծաղալու է, ոնց որ մեր մոտ ասում են բացահայտել ենք, ասենք, թուրքական ցանց, թուրքական լրտեսների, այս ինչ մեկը $3 կամ $100 դիրքեր ա նկարել։ Այ աֆղանցիները այդ մակարդակի դավաճաններ էին, իրանք ռեալ լուրջ ոչ հետախույզներ էին, ոչ էլ, ասենք, լուրջ բաներ էին, դավաճաններ էին, որոնք խելամիտ են, մեծ փողեր են դրա համար ստանում իրենց դավաճանական ակցիաների համար, ասենք։ Այդ սաղցանցը մնացել է Իրանի տարածքում եւ երբ որ պետությունը ուժեղ է եւ ունի նախորոք պատրաստված մշտապես կերակրվող համակարգ, ինքը կարողանում է, ասենք, ցանկացած իրավիճակից օգտվել եւ այդ իրավիճակը եղավ սրանից երևի 1.5 թե 2 տարի առաջ, երբ որ ոստիկանության բերման էր ենթարկվել մի կին եւ սրտի առատ ունենալով հիստերիկայի մեջ էր ընկել մահացել էր, ոստիկանները իրան չէին խոչընդել, խոշտանգել, ուղղակի իրան բերման էին ենթարկվել, հնարավոր է կոպիտ, ասենք, դիմադրելը կոպիտ։ Այդ ժամանակ հիշում եք ինչ կատարվեց։
Էդի են դեպքը չի ասենք, այն էլ արևելքում կապ չունի, որ մուսուլմանական բանը իսլամական հանրապետությունը, թե ուղղակի մուսուլմանական երկիրը։ Կինը իրան, ասենք, այդ ձևով պահեր ու աղմուկ լիներ, դա անհնար էր։ Կապ չունի, որ ինքը արդյունքում, ասենք, մահացել է։ Կինը պետք է համեստ լինի արևելքում։ Դա արևելքի Մոհամեդի խոսքերն է։ Ոնց կարա մուսուլմանական երկրում կինը լինի, ասենք, ակտիվ պահվածք դրսևորի, իրանք փորձեն կարգի հրավիրեն, ինքը արդյունքում, ասենք, վատառողջ լինի մանա ու լինի այտենց բունտեր։ Այդ բունտերը եղավ, որովհետև կար ներբեռնված ցանց, բաղկացած հետախույզներից եւ դավաճաններից։ Դրա բանը այդ ցանցը այդ ամեն ինչը ընդլայնեց, տեղ կար փող տվեց, տեղ կար ինչ-որ բան առավ, տեղ կար աղջկա պատկերները տպեց, պատկերացնում եք, ասենք Իրանի պես երկրում, որտեղ կա քսիր, 8 միլիոնանոց բասիջ, կարանաս տպագրատուն ճարես, որտեղ միլիոններով տպվել էր այդ աղջկա պատկերը։ Միլիոններով, ասենք, փեդի ձողեր էր սարքվել եւ տախտակներ, որ այդ նկարներով մարդիկ դուրս գան, ասենք, այդ ամեն ինչը արել է այդ ցանցը։ Նույն ձևով այդ ցանցը հիմա դուք պատկերացնում եք ցանկացած երկրում կան տարաձայնություններ այն աստիճանի, որ իրար մեր են քրվում։ Ցանկացած երկրում։ Ասենք մեր մոտ։ Հիշում եք, չէ՞։ Սեյրան Օհանյանը շիշ էր շպրտում, չգիտեմ, լկտի բանը հայտարարություն էր գեներալ գնդապետի նկատմամբ, կապ չունի մենք իրան ոնց ենք գնահատում, բայց գեներալ գնդապետ, որը որ հայրենիքի համար, ասենք, մարտնչելուց ոտա կորցրել եւ այլն, անհարգալից վերաբերմունք, արդյունքում ոչմ լարված վիճակ, ինչ ասես իրար քրֆեցին, բայց եղավ մարտական գործողություն, ուսուսի տված մարդիկ մարտի դաշտ դուրս եկան։ Իրանում 12 օրյա այս մարտերի ժամանակ արտաքին թշնամին նույն ձևով միավորեց Իրանը։ Եվ Մոհամեդ Ռզա Փեհլևի շահի որդին հելավ հայտարարեց, որ ես Իսրայելին սատար եմ, ես կողմ եմ եւ այլն, պետք է քանդվի Իրան այսօրվա իսլամական պետությունը եւ սաղ Իրանը ինչ ասես հայհոյեց այդ մարդուն։ То есть ինքը անընդունելի կերպար է եղել սրանից կես տարի առաջ։ Բայց այդ երբ որ եղավ ինչ որ լարվածություն եւ այդ լրտեսական ցանցը աշխատեց, իրենք երևակայ լոզունգները գցեցին, որ շահին ենք ուզում, շահի շահզադեի, ասենք, ելքն ենք, մուտքն ենք ուզում Իրան, որ ինքը շահ դառնա։ Դա անհնար էր։ Մարդուն, որ կես տարի առաջ դավաճան էին տեսնում, մարդու մեջ միավորված, ասենք, պոզիցիան, օպոզիցիան, Պեզեշկյանի հակառակորդները, դեմոկրատական ու լիբերալ ուժերը ապրող, ասենք, Եվրոպաներում ու Ամերիկաներում սաղ սատար էին, ասում էին կեթանք կկռվենք, շահզադեներից մեկը, որը որ մահացել է, կարծեմ ինքնասպան ա եղել սրանից մի 10 տարի առաջ, ինքը ժամանակին, երբ որ հարցրել էին, ինքը ասել էր, ես կեթամ իմ հայրենիքում կկռվեմ իմ հայրենիքի համար, ընդդեմ թշնամիների, նույնիսկ եթե ասենք բանը շահությունը չվերականգնվի այդ արքայությունը ու դա նորմալ էր ընդունվում ասենք ցանկացած Պարսկաստանի բնակիչների կողմից իսկ հիմա էսի բացահայտ դավաճանը դրուկ դարավ լոզունգների առարկա իմ գնահատականով չէ բացահայտ դավաճանը այդ իրանցիների անկախ իրենց կուսակցական պատկանելությունից մեկ էլ գոռում են շահ դա ինչ է նշանակում այդ ներբեռնված բանը ցանցը դավաճաններից եւ գործակալներից ասենք բաղկացած հետախույզներից Ջեյմս Բոնդներից եւ բանը Մելիք Բայանդուրներից իրենք աշխատեցին միանգամից իրանք այդ երբ որ շուկայի ըմբոստ առևտրականները որոնք արտասահմանից դոլարով ապրանք առնում բերում էին եւ բանը այդ իրանական փողով վաճառում էին
երբ որ կտրուկ բան անում, իրանց ապրանքը արժեքազրկվում է դոլարով, իրանք եկամուտ չէին ունենա կամ կեթային մինուսի մեջ, եթե նորից այդ նույն ապրանքից առնեին վաճառքից հետո եւ ասենք բերեին վաճառելու։ Ու չկար ոչ մի բան, ասենք, ոչ մի քաղաքական հայտարարություն, չկար ոչ մի բան, մեկ էլ հայտնվավ շահի լոզունգը։ Դա նշանակում աշխատեց այդ ցանցը, կան երկրներ, որոնք լավ պատրաստված են եւ օգտվեցին իրավիճակից։ Այդ լավ պատրաստված երկրները հասկանալի է, որոնք են կես տարի առաջ ռմբակոծում էին Իրանը։ Երկու երկիր, մեկը ինտենսիվ, մեկը մի քիչ մեծավարի, հա, այդ երկու երկրները հիմա իրանց ցանցերով աշխատում են Իրանը դեստաբիլիզացիա անելու համար։ Իսկ իրավիճակը ներեցեք ինչպես կգնահատեք, այսինքն կառավարելիության համատեքստում իրավիճակը դուրս է եկել կառավարելիությունից։ Եթե մենք հիմա վանգայություն սկսենք անել, իսկ ինտերնետի փակ վիճակով մեկ էլ երբ որ ինտերնետը բաց էր տարբեր ինտերնետային հարթակներում բանա այնտեղ իրանց ուզած տեղեկությունը դնում էին, իրանց չուզածը չէին դնում, արդեն միակողմանի կամ ասենք կողմնակալ ինֆորմացիա էր գալի։ Ամբողջությամբ ինֆորմացիային չես տիրապետում։ Անկամ ասենք իրանագետները, որոնք որ ուսումնասիրում են բանը, իրանց հետ երկու հոգու հետ գոնե շփվել են, երկուսն էլ ապակողմնորոշված են։ Երկուսն էլ ասում են ինչ կարա լինի, ըստ չեն ասում ինչա կատարվում հիմա։ Ինչ կարա լինի, ես կարամ մի բան ավելացնեմ էլ, ասենք իրանք հիմնականում ասում են, որ կարա լինի արագ բան, վերականգնում իշխանության, կամ էլ լայնածավալ քաղաքացիական պատերազմից հետո, ասենք, ինչ որ իշխանության ստաբիլիզացիա կապ չունի, կհաղթեն քսիրը եւ այատոլաները, թե լիբերալ ուժերը։ Ու արևմուտքի կողմից, այդ երկու երկրների կողմից, ասենք, աջակցություն ստացող։ Կապ չունի դրանից։ Ես երրորդը կարամ ավելացնեմ։ Երրորդ տարբերակը դա ոչ թե արևմտամետ իշխանաբանը քաղաքացիական պատերազմ եւ արևմտամետ ուժերի հաղթանակ կամ իրենց պարտություն, այլ կա նաեւ երկրի փլուզում։ Եվ եթե արևմուտքի երկրները ցանկանում են պահպանել Իրանը, բայց դարձնել իրանցը, ստեղ հողի վրա կան ուժեր, որ չեն ցանկանում Իրանը պահպանվի։ Ես նկատի ունեմ թուրքական երկու պետություն, որ մեզ է շրջապատում։ Օսման թուրքերը եւ Բաքվի թուրքերը իրենք ցանկանում են Իրանը տրոհվի ու այդ տրոհվելու շանսերը բավականին մեծ են։ Քաղաքացիական պատերազմ եթե սկսեց, այդ շանսերը կրկնապատկվելու է եւ եռապատկվելու է։ Եվ ես զարմանում եմ, որ նման շանսերը ունենալով, ասենք, այս զարգացումները տանի դեպի այդ կողմ, որոշ մեր հայրենակիցներ սատար են այս ամեն ինչին, չհասկանալու, որ կա, ասենք, եթե քաղաքացիական պատերազմ սկսի, 50-50 չի, այատոլաները կրեն կամ կրվեն, այլ 33-33-33 կա 33% հավանականություն, որ Իրանը կքանդվի, եւ մենք 99% մեզ շրջապատող տարածքում ունենանք թուրքական պետություններ։ Հիմա այդքան չի, մի քիչ է, կա մի քիչ Վրաստան, որտեղ թուրքական բնակչություն կա, բայց անկախ չեն իրանք, կա Իրան, որտեղ թուրքական բնակչություն է, բայց իրանք անկախ չեն, բայց եթե այդ տեղավ, իմացեք Վրաստանի Մարնեուլին էլ է կորելու, որտեղ այդ իրավիճակում թուրքական այս ռեգիոնալ պետությունները այնքան են ուժեղանալու, որ Վրաստանից ինչ գարեջի են բանա Մենաստանային այդ համալիրը, որ կար, ասենք, եկեղեցական, որ մեջտեղով է սահմանը, այդում չեմ մեր լսողները տեղյակ են, Վրաստանի եւ թուրքերի, Բաքվի թուրքերի սահմանի վրա կա Դավիթ գարեջի, ասենք, Մենաստանի շուրջ կառուցված եկեղեցական համալիրը, որ հենց մեջտեղով է այդում, եւ այնտեղ մեկ-մեկ բախումներ են լինում, ասենք, քաղաքացիների մակարդակով, սահմանապահների մակարդակով, դիվանագիտական ինչ-որ միշտ սուսերամարտերի մեջ են, այդ Դավիթ գարեջիով չի վերջանա,
Վրաստանի ամբողջ սահմանային այն հատվածը, որ կոչվում է Մարնեուլի, որտեղ կես միլիոն մարդ է ապրում, գրեթե ամբողջությամբ թուրք, շատ չնչին վրացական հատված, սվաներից բաղկացած եւ շատ չնչին հայկական հատված։ Այդ կես միլիոն թուրք է անդե ապրում։ Էդ էլ կմիանա, ասենք, Բաքվի հանրապետությանը եւ մենք մի փոքր անցք ենք ունենալու շնչափող։ Շնչափող էլ չէ, այնա որ կոկտեյլ են խմում, այդտենց կոկտեյլի պես բան ենք ունենալու բանով նինոց մինդայով, խաշուրիով դեպի աշխարհ ու թուրքական պետություններով շրջապատված, ոչ թե թուրքաբնակ ոչ թուրքական պետություններ երկու կողմից, այլ ամբողջությամբ թուրքական պետություններով շրջապատվածա լինելու հələ հարց է, կարող ախալ քալակնել, ասենք, նինոց մինդան չթողեն մեզ։ Էդ էլ կարող է դառնա թուրքական պետության մի մաս, որովհետև Օսման թուրքներ կցանկանա Բոլնիս Խաչենով, ասենք, եւ Նինոց Մինդա Բագդանով կախալ քալակնել Իրանովանի, որտեվ ասելով, որովհետև թուրք մեսխեցիների հողերն է։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Պարոն Վարդանով, դուք նկարագրեցիք ամերիկյան ըստեյության հատուկ գործողությունները եւ Վենեսուելայում եւ Իրանում, ասացիք, որ սեփական ագենտների եւ ներքին լրտեսների շնորհիվ իրականացվեցին այդ գործողությունները։ Ինձ հետաքրքիր է, Ռուսաստանում չունեն իրենց ագենտները եւ չկան ներքին լրտեսներ, դրա համար էլ Ռուսաստանում այդպիսի գործողություններ չեն իրականացվում եւ սրա նաեւ հավելեմ Սոլովյովի հայտարարությունը, ասում է Վենեսուելայի կորուստը այդքան կարեւոր չէ մեզ համար, որքան Հայաստանի կորուստը, դա կլինի շատ
շատ մեծ սխալ եւ մենք պետք է ժամանակն է ասենք, որ խաղերը վերջացել են, մեր խնդիրն է հատուկ գործողություն իրականացնել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ մեր ազդեցության մնացած գոտիներում, որոնք ժամանակին եղել են մեր ազդեցության գոտիները։ Հիմա այո։ Հիմա դուք այդ երկու հարցի կապակցությամբ ինչ կարող եք ասել։ Սուտ է, որ Վենեսուելան կարևոր չէ Ռուսաստանի համար, որտեղ Ռուսաստանը համաշխարհային ձևափոխումների ցանկություններ ունի։ Մեկ բևեռային կամ երկու բևեռ ունեցող երկրագունդը բազմաբևեռ դարձնելու ցանկություն ունի ու այդ պատճառը իհարկե շատերին կթվա թե արևմուտքի հետ հակադրվելու մեջ է բազմաբևեռությունը դա շատ սխալ մոտեցում է դա ավելի շատ Չինաստանին չենթարկվելու ցանկությունն է, որովհետև երկբևեռի դեպքում արևմուտք եւ ավերևելք Ռուսաստանը բրծնելու է, որովհետև չինական գեգեմոնիան, ասենք տնտեսական եւ օրերից մի օր ասենք նաեւ ռազմական միանշանակ է դառնալու։ Եթե հիմա ասենք դեմոգրաֆիկ բանն է եւ տնտեսական գեգեմոնիան པարզա, չէ, ասենք 1 միլիարդից ավել Չինաստանի բնակիչներ եւ 100 քանի միլիոն Ռուսաստան, որը որ մի քանի անգամ ավել տարածություն ունի, քան Չինաստանը։ Ուղղակի Ռուսաստանը մի քիչ ցուրտ է, դրա համար ասենք այդ խաղաղ էքսպանսիան չինացիների այդքան ակտիվ չի։ Այն որ ռուսը վախենում է, որ հեսա կգան կգրավեն, սուտ է, չեն գա հեսա գրավեն։ Ցուրտ է ձեր մոտ, ռուսներ ջան։ Ձեր մոտ չեն գա։ Իրանք կգերադասեն տաք երկրներ գնա։ Իրանք Չինաստանում ավելի շատ հարավում են ապրում, քան հյուսիսում, եւ դա մոտավորապես 3000 տարի է այդպես է, ու ոչ մի բան չի փոխվել առեսօր։ Բայց տնտեսական եւ ինչի՞ չէ նաեւ, ասենք, ռազմական էքսպանսիան միանշանակ է լինելու։ Եվ Ռուսաստանը փորձում է բազմաբևեռ երկրագունդը դարձնի, որպեսզի բևեռներից մեկը ինքը մնա։ Հակառակ դեպքում ինքը դադարելու է լինել, ասենք բևեռ։ Ինքը լինելու է ինչ-որ բևեռ սպասարկող երկիր, իր ռեսուրսներով, ասենք, ստորգետնյա, անտառներ, ջրեր, ատոմային էներգիա եւ այլն։ Դրա համար Վենեսուելան կարևոր է։ Վենեսուելան, ասենք, հարավամերիկյան բևեռը սպասարկող, ասենք, Բրազիլիայի տեսքով կենտրոններից մեկն է։ Բրազիլիան թեթև նավթ ունի, ասենք, բայց Իրան չի հերիքում։ Եվ Վենեսուելայի նավթը, Բրազիլիայի բևեռ դառնալու ցանկությունը, Մեքսիկան իհարկե շատ կա, որ բևեռ դառնա, կարող է ցանկություն ունի, բայց գրամ չի ապահովում այդ ամեն ինչը, հետնել ինքը ոնց որ ժամանակին կարծեմ Սանտանա բաննա պրեզիդենտն է Մեքսիկայի ասել, ինչքան հիշում եմ 1840-ական թվականներին մենք Աստծուց հեռու ենք, իսկ Ամերիկային մոտիկ, այդ Տեխասը կորցնելուց հետո են ասել, իրանք շատ թփրտալու տեղ չունեն։ Վենեսուելան կարևոր է ոչ թե նավթի պատճառով, սոթի խոսակցություն է, որտեվ այդ ծանր նավթը, որը գուդրոնի ասֆալտի ամրություն ունի, պետք է մեջը լիքը բանը պարսկական նավթ բերես լցնես կամ Տեխասի թեթև նավթերը բերես լցես խառնես, որ ինքը դառնա ինչ որտեղ պիտանի բան, որ գործարանները կարողանան այդ ծանր նավթը մշակել։ Դուք ինք թանգանոց բան է, իզուր չի որ Տրամպը հավաքել էր նավթային ընկերությունները եւ ասել էր 100 միլիարդ փող ներդրեք։ Իհարկե դա չեն վրազի, ոչ մեկ չի ներդնի, դա մի քիչ սխալ բան կլինի իրաց կողմից։ Իսկ բիզնեսը հաշվել գիտի իր փողերը։ Ու իրանց համար փող ավելի կարևոր է, քան պետական շահերը 20-30 տարի հետո պերսպեկտիվաներ էլի հիմա։ Կարճ ասած Սալավյովը դա սխալվում է։ Իսկ ռազմական հատուկ գործողության հնարավորությունը իրենք այդ ներուժը ունեն։ Իրենք ես չեմ կարող պնդեմ, որովհետև չկան ապացույցներ, բայց ես գիտեմ, որ հատուկ գործողություն Հայաստանում 99 թվականի հոկտեմբերի 27-ին արվել է եւ 99 թվականին հաստատ ստեղ այտենց ուժ չուներ ոչ մի երկիր Հայաստանից եւ Ռուսաստանից բացի ոչ ոք Փաստորեն նայրի բանա Հունանյանի այդ ստոր սրիկա դավաճանական արարքը
որը գլխատեց Հայաստանի Հանրապետությունը, ամենը քիչը կես տարով սառցրեց տնտեսական կյանքը, Պաշտպանության նախարարությունը մի ամսից ավել նշանակումներ չէր հետում։ Պատկերացնում եք, ասենք հսկայական բանակ 80,000-անոց այդ ժամանակ մոտորապես այդքան էր։ Եվ 80,000 մարդու հոսքը ինչ մեծ է։ Նշանակումներ, այս մեկ ընդե է տեղափոխվում, այս մեկի կոչումն է բարձրանում, այս մեկի աշխատավարձը իջացնում են տուգանքի բան, մի ամիս ոչ մի թուղթ չէր, ասենք, բանանում սառել էր Պաշտպանության նախարարությունը։ Եթե թուրքը հարձակվեր այդ ժամանակ, մեզ կոչնչացներ։ Դա բացահայտ դավաճանական արարք է։ Ինչ որ լրտեսների կողմից ղեկավարվող։ Այդ լրտեսները, որ դավաճաններից օգտվում են, այդ ժամանակ այտենց ուժ ուներ միայն Ռուսաստանը, որ կարող նման բան կազմակերպել, Ամերիկայի Միացյալ Նահանգները, մեկ էլ երևի Հայաստանի գաղտնի ծառայությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ, ասենք, վերապահումներով կարային նման բան անեին, որոշակի վերապահումներով։ Կարճ ասած, մենք հատուկ գործողության ականատես եղել ենք մեր մաշկի վրա, ուղղակի կոնկրետ ով անցկացրել չգիտենք։ Չունենք փաստեր։ Կասկածներ կա, ոնց որ մի քիչ առաջ նկարագրեցի, դա մեր համար, ասենք, նորություն չպետք է լինի, էլի։ Ու դրան պիտի պատրաստված լինի։ Եվ դրանից ելնելով է, որ ասենք մոտավորապես 2000 թվականի ծեսյան մի ուրիշ ձևի ուժեղացել է առաջի դեմքերի պաշտպանության վարչությունը։ 10-րդ վարչություն էր կոչվում, թե 9-րդ, չեմ էլ հիշում, հիմա առանձին կառույց է։ Որ մի տեսակ կապուտ համարներով ֆրֆռում են մեքենաներով, մի ուրիշ ձևի, ասենք, իրանք ուժեղ են։ Առաջներում իրանք այդ քանակ մարդ չեն ունեցել, այդքան չեն պարապել, հա, 100%, որովհետև նման փոքր երկրներ ոնց որ Հայաստանն է, հետնել բավականին լուրջ կշիռ ունեցող ոնց որ Հայաստանն է, ես չպետք է զարմացնեմ այդ բանը ասելով, էլի, եթե առաջներով մենք թուրքական այդ հրեշի կոկորտին կանգնած ոսկոր ենք, հիմա այս կոկորտը մենք ինքնակամ լքել ենք ներսից, ոսկոր որպես դուրս ենք եկել, 44 օրյա մարտերի արդյունքում են դեպքում, որ այդ մարտերը պետք է շարունակվեին, ասենք 150 օր, 300 օր Ուկրաինայի փորձը գոնե ցույց է տալի, եւ հաստատ մենք ավելի շահեկան վիճակում ենք, քան Ուկրաինան, որտեղ մենք լեռնային, ասենք, երկիր ենք, եւ մենք ավելի հեշտ կդիմադրեինք թուրքական էքսպանսիայի, ասենք, փորձերին։ Ուղղակի մենք միանգամից մեր թաթիկները բարձրացրեցինք 1.5 ամիս հետո, ոնց որ Ֆրանսիան նկատի ունեմ 40 թվականին։ Հա, ու բանը մենք երբ որ sense նայում ենք ինչ կարան անեն ստեղ։ Էլի հատուկ գործողություններ։ Դրա համար առաջի դեմքերը պետք է պաշտպանեն։ Հիմա դա զգուշացում համարենք, թե գործողության կոչ։ Ասում են պատահական մարդ չէ Սալավիովը, եթե նա ասում է, ուրեմն ես կասեի դուրակ չի, քանի որ ինքը ռուսական եթերում է, դրա համար ռուսական բառ օգտագործում, հայերի համար հասկանալի։ Ինքը դուրակ չի, եթե նույնիսկ ինքը օֆիցիոզը չի ներկայացնում անմիջական, գոնե երկրորդ ձեռ սեղմելով առաջի դեմքի հետ շփվող մարդու հետ ինքը շփվում է։ Եթե անմիջապես առաջի դեմքի հետ չի շփվում, ասենք Ռուսաստան։ Եվ ինքը դուրակ չլինելով ինքը գիտի ինչ է ասում։ Բացի դրանից նման խոսացող գլուխներ երբեք իրենց տեղը կորցնելու ցանկություն չունեն։ Իսկ Ռուսաստանում այդպես խոսացող գլուխներ մի քանի հոգի կորցրեցին իրենց տեղը։ Ես նկատի ունեմ Սատանովսկին, երևի մի տարի առաջ չէ, ասենք իրան բանարին, ասին հել գնել հաց չես ուտի մեր ճաշարանում։ Հա, այս Լագյանից էլ չես օգտվի։ Դրանից առաջ Գուսմանն, թե դրանից անմիջապես հետո մեկը ուրիշ բանի պատճառով, մեկը ուրիշ բանի պատճառով, բայց որ կհեռացնեն ու հեշտ, դա պարզ երևում է։ Եվ Սալավիովը հաստատ ավելի զգուշ կլինի, որտեղ ինքը չի ցանկանա այդ իր չափաբաժնից, ասենք, հրաժարվել։ Նշանակում է իրան կամ ոնց որ ասած կաթացրել են, կամ էլ անմիջապես ասել են։ Անմիջապես հրամայել են, կարգադրել են։
Դա ինձ թվում է զգուշացում, որովհետև այ ոնց որ Մադուրոյի բանը մեր մոտ չի անցնի։ Որովհետև մենք այտենց հատուկ օպերացիա ունեցել ենք։ Մենք ունեցել ենք Նորիեգայի ձերբակալման օպերացիան, բայց սպանությունով, ոչ թե ձերբակալումով։ Մենք ունեցել ենք Մադուրոյի փախցնելու օպերացիան, բայց սպանությունով, այն էլ մի հոգու իր կնոջ հետ չէ, այլ Հայաստանի Հանրապետության գլխից զրկվեց Հայաստանի Հանրապետության, բանը ասենք, հանրապետություն գլխից զրկվեց։ Երբ որ ես նման բանը ասում եմ, մտածում եմ դե պրեզիդենտը ոնց որ թե կար, բայց հաշվի առնելով, որ իրական իշխանությունը մի հոգու ձեռ չի, շատ հիմար հայտարարություններ էր անում, ասենք տարբեր մարդիկ, որ ասում են պետությունը դա ես եմ։ Ես Լյուդովիկոս 14-ի հետ եմ, որը 17-րդ դարում է նման բան ասել։ Ու Իրանից հետո ով կրկնում է, էլի ասենք, հաստատ Լյուդովիկոսից ավելի խելացի չեն, էլի ասենք։ Չի կարա ոչ պետությունը մի մարդ լինի, ոչ էլ կառավարությունը մի մարդ լինի։ Նույնիսկ եթե արքայությունն է դա, նույնիսկ եթե թագավորությունն է, նույնիսկ եթե թեոկրատիա է, ոնց որ Իրանում այատոլլային սպանելը բան չի փոխում։ Մադուրոյին փախցնելը բան չի փոխում։ Մեկը պետք է կամ պայքարես այն համակարգի հետ պետական, այն գլխի հետ, որը որ ղեկավարում է Վենեսուելան միջև հիմա։ Մադուրոն այդ գլխի մի հատվածն է։ Գլխատվեց, ասենք, Իրանի ռազմական ղեկավարությունը կես տարի առաջ, բայց մեկը մի օր տևեց։ Մեր մոտ տևեց կես տարի։ Եվ մենք այդ փորձը դառը փորձ ունենալով հաստատ մեր մոտ նման սպեցօպերացիան այտենց հեշտ չի լինի անցկացնել։ Ոնց որ Մադուրոյին փախցնելը կամ Նորիեգային ձերբակալելը, անգամ ոնց որ Վազգենին եւ Դեմիրճյանին սպանելը հեշտ չի լինի, որովհետեւ մենք ապուշ ենք, մենք ուրիշի փորձի վրա չենք սովորում, մենք մեր փորձի վրա ենք սովորում ու մենք այդ դառը փորձը ունենք։ Կարճ ասած, Սալավյովը եթե մատ թափ տվեց մեր վրա կամ ինքն էր այդ մատը, որ ինչ որ մեկը մեր վրա մատ էր, ասենք թափ տալի, դա բանա, ոնց ասած, փուչիկա, դա չի աշխատի։ Մեր զինված ուժերը երբեք այտենց լավը չեն եղել, ոնց որ առաջի դեմքերի պաշտպանությունը, առաջի դեմքերի պաշտպանության հետևությունը շատ ավելի արագ է, ասենք հաշվի առնվում հետևությունը պարտության նկատի ունեմ, քան մեր մոտ զինված ուժերում։ Զինված ուժերում հիմա արդեն 5 տարուց ավել է մենք պարտված ենք, պարտությունը դա, եթե չես ոչնչանում, դա շահում ես, որտեվ մտածելու տեղ է տալի, եթե մեր մոտ 5 տարի պահանջվեց ինչ-որ բանի գալ, ինչ-որ բան հասկանալ զինված ուժերում, առաջի դեմքերի պաշտպանության գործում դա ամիս տևած, 2-3, կարող է կես տարի։ Կարճ ասած, սպեցօպերացիան Հայաստանում չի ստացվի։ Չի կարա ստացվի, որովհետև ունենք դառը փորձ, համապատասխան խելամիտ հետևություններ։ Հիմար ենք, սեփական փորձով ենք հետևություններ անում, բայց հետևություն անում ենք։ Հիմա պարոն Վարդանов անդրադառնանք Պապիկյանի ասուլիսում հնչած ամենակարևոր ըստ իս առանձնացված հայտարարություններին, զինծառայության ժամկետի կրճատումը նախարարը պնդում է, որ չի նշանակում բանակի կրճատում եւ այս որոշումը կայացվել է արդյունավետ բարեփոխումների արդյունքում։ Սա մեկ հայտարարություն, որին անպայման կխնդրեմ անդրադառնալ, այսինքն որքանով է նախարարի պնդումը օբյեկտիվ։ Խոսացել ենք, չէ՞, այդ 1.5 տարի դառնալու մասին։ Ես այս պահին չեմ հիշում, ես եւս 2-3 կարևոր հայտարարություն եմ հանել։ 2025 թվականը գերարդյունավետ տարի էր, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2026-28 թվականներին եռամսյա ծրագրով տեղական ռազմաարդյունաբերությանը հատկացվելու է 150 միլիարդ դրամ, 25-օրյա հավաքները վարժական ապահովելու են պահեստազոր թիկունք բանակ կապը, ինչը 44-օրյա պատերազմի խնդիրներից էր։ Հիմա եթե հնարավոր եւ ժամկետի կրճատմանը եւ այս 3 հայտարարությանը անդրադառնանք։ Ժամկետի կրճատումը ես արդեն 2 անգամ լսել եմ գոնե պաշտպանության նախարարը, որ ասում է դա բանա չի բերելու կրճատմանը։ Ես դպրոց եմ սովորել մաթեմատիկայում, ասենք մաթեմատիկայի դասի ժամանակ մեզ ասում էին խոսքի, եթե 1 ամբողջից հանում ես
1 քառորդականը քո մոտ մնում է 3 քառորդական, չէ՞։ Դա նշանակում է կրճատում։ Ուրիշ բան, որ դու փորձում ես դրա այդ կրճատումը ինչ-որ բանով կոմպենսացնել։ Կոմպենսացնում ես պակասը առաջացած, բան նախորդ առաջացած պակասները դա փակում է։ Ես նկատի ունեմ, ասենք, սպաների ոչ բավարար, ապագա սպաների ոչ բավարար մարդկանց քանակը ռազմական ակադեմիա ընդունվելու այդ աբիտուրիենտների պակասը։ Մենք դա լրացրել ենք, կարծում եմ ոչ, որովհետև փողով խելամիտ մարդուն պատերազմի դաշտ չես ուղարկի։ Խելամիտ մարդը փողով կռիվ չի գնում։ Բայց հիմա խաղաղություն է, պարոն ռազմական գերատեսչությունը երբեք իրավունք չունի մտածել խաղաղության մասին։ Ինքը պիտի օգտվի խաղաղությունից, բայց ինքը միշտ պիտի պեսիմիստի նման մտածի, որ հեսա վատա լինելու, ես պիտի պատրաստվեմ։ Նույն ձևով այդ համակարգի մեջ մարդիկ ընդգրկվելուց առաջ նման մտքեր են ունենում։ Եվ եթե ռազմական գերատեսչություն փողի խաթր մարդ գնա, ինքը կգերադասի դատվի, բայց մարտի դաշտ չի ելնի։ Կործանարար մարտը լինում է, չէ՞, ասենք, երբ որս մսաղացի նման, դա երկու կողմն էլ մեկը մյուսին ոչնչացնում է։ Ուկրաինայի պատերազմն էլ դա ցույց տվեց, որ ասենք առաջացան ռուսական սովետական դեռևս կոդերին ավելացավ եւս մի կոդ, ես նկատի ունեմ կար բեր 200-ը գրուզ 200-ին դա զոհվածները, գրուզ 300-ը դա Աֆղանստանից է դեռ գալի, ասենք բանա սովետաաֆղանական պատերազմից 80-ական թվականների գրուզ 300-ը, то есть 300 բեր, դա վիրավորները եւ հայտնվեցին գրուզ 500, դա նոր երևույթ էր, սովետի վաղ նման բան չկար։ Այդ այն մարդիկ էին, ովքեր որ զին ծառայող էին, բայց ասում են, չէ, ես կռիվ չեմ հետա։ Ես կռիվ չեմ հետա, հետո ինչ որ ես զին ծառայող եմ, ես խաղաղ պայմաններում եմ կոնտրակտը ստորագրել, որպեսզի կռիվ չլինի, իսկ որ կռիվը ես չեմ հետա։ Այդ նոր երևույթ էր, ունես չի որ դա քիչ էր, որտեղ ռուսական մեդիա դաշտում բավականին լուրջ դրա մասին, ասենք, քննարկումներ գնաց։ Այդ նշանակում է, եթե տասնյակ հազարներով չեն եղել, գոնե հազարներ եղել են։ Այդ բեր 500-ը դա ինչի մասին է խոսում, որ այդ սպառողական, ասենք, բան այդ մտածելակերպը, որ երկրագնդի մեջ սրսկում են, մտելա ցանկացած երկրի մեջ եւ այդ սպառողականության հիման վրա զինված ուժեր կառուցել աշխատավարձով, դա անհեռատես է։ Դա անհեռատես է։ Ես չեմ ասում, որ զինվորականը պետք է քիչ աշխատավարձ ստանա, բնավ։ Իհարկե ոչ։ Մանավանդ ասենք, երբ որ նման բաներ ինձ ասում էին այն վաղ, երբ որ իմ երկու զավակը ծառայում էին հայկական զինված ուժերում որպես բան, ընդհանրապես խնդալու էր դառնում, էլի ասենք, որտեղ իմ ընտանեկան բյուջետը կախված էր իմ երկու զավակի, ասենք, ծառայությունից, ու իրանց աշխատավարձը, երբ որ Արշակինը դարել էր կրսեր որդիս Օմար էր ծառայում 360 թե 380 հազար, այն դեպքում որ բանա միջին աշխատավարձը դրանից մի 7 անգամ քիչ էր, թե 5 անգամ քիչ էր, իհարկե ես դրան դեմ չէի, բայց դրա վրա ամբողջ իդեոլոգիան կառուցել սպայական, սերժանտական եւ պայմանագրային բանա մարդկանց ներգրավելու, իսկ այդ իմ թվարկած 3-ը դա կամավոր ցանկությունով է, ժամկետային կամավոր չի, ինքը պարտադրված է հարկի նման, այսինքն ինքը հարկն է արունով։ Պետք չի բառացի հասկանալ, որ արուն պետք է թափես անմիջապես, չէ, ինքը կա հարկ, ոնց որ ասած, ոսկով եւ կա հարկ արունով, այդ ժամկետայինը դա հարկ ոսկովն է, իսկ պայմանագրայինը, ասենք, սերժանտական ծառայությունը այն ինչ որ ուզում են մտցնեն, դա էլ պայմանագրայինի մի մաս է, կամ առանձին կամ ընդհանրացված, եւ սպաների, ասենք, ներգրավումը, դա ցանկության վրա է։ Դու ցանկությունը առաջացնելուց, երբ որ փորձում ես առաջացնես այդ ցանկությունը փողով, դա նշանակում է լինելու է ոչ մոտիվացված զինված ուժերի անձնակազմի զգալի մասը։ Պիտի մարդուն հայրենասիրության վրա,
ընտանիքի սիրելու վրա, սեր առ Աստված միջնորդավորված քո եկեղեցով, ընկերոջ սիրո վրա, կարճ ասած, մարդը պատրաստ է իր կյանքը զոհաբերի հանուն սիրո, սեր դեպի փող, մենակ էշը կարա փող սիրի, փող չեն սիրում խելացի մարդիկ, սիրում են փողի միջոցով այն բաները, ինչը կարաս գնես, փողը սիրել անիմաստություն է։ Թվերը տպավորում են ձեզ, պարոն Վարդանով, որը հատկացում է եւ պաշտպանական ոլորտին եւ տեղական ռազմարտությունների զարգացմանը։ Ես ինչքան հիշում եմ, այնտեղ մի 20 անգամ գումարը աճել է, որ տեղական, ասենք, ռազմարտությունաբերությանն է հատկացվում, բնական է այդից դուր է գալի, որովհետեւ ոնց ձեզ ասեմ, նայեք, մենք զինված ուժերում ունենք 30-ից 50,000 սպառող էս պահին, սրանից առաջ ունենք մոտավորապես 80,000 սպառող, պլյուս ասենք հարյուրավոր հազարներով ունենք սպառողներ ռեզերվում, մենք ոչ նասկու ինչ-որ արտադրող այդքան վաճառքներ ունի, ոչ մայկատրուսիկ արտադրող այդքան վաճառքներ ունի, ոչ ոք այդքան բան չունի եւ բերել դրսից հագուստ, բերել դրսից նռնակ, փամփուշտ, այն ինչ որ սպառվում է, այն որ շեմշկի պես պետք է չրթվի, ռուսերեն ռասխոդնիկ են ասում, չգիտեմ ոնց ասեմ հայերեն, որ հասկանալի լինի, առօրյայում սպառվող բաներ, փամփուշտներ նասկի նման, ճաշարանում, ասենք, ուտվող հացի նման պետք է մշտապես սպառվի վարժանքների տեսքով, որ պատերազմի ժամանակ ավելի շատ քո փամփուշտը աշխատի եւ հնարավորություն չունենա խոցվելու պատճառով հակառակորդը քեզ խոցելու։ Կարճ ասած, ասենք բնական է այդ սպառվող բաները, որը բարձր տեխնոլոգիաներ չեն ուզում, էշություն է եւ էշություններ առաջներում գնել դրսից։ Դա պիտի լինի տեղական արտադրության։ Թանկա, էժանա, կապ չունի, որովհետեւ դու գալիս ես մարտական գործողություններում, այդ հիմնական ծախսը այն հրթիռը չի, որ մի հատ գնաց դեպի Գյանջա, լեզուս պապանձվի, գանձակ, այն մի հրթիռը չի, որ անտառներում, ասենք, գմփած, հիմնական սպառվում է փամփուշտը, որը մի փոքր, ասենք, Թուրքիա հայտնվելուց մի գլող, ասենք, մի բատալյոն, ասենք, տրսնում է, լցում է անտառի վրա, էդի այն հսկայական քանակն է, որ միլիոններով ծախսվում է, րոպեների ընթացքում, դա պիտի դու միշտ արտադրես, մայկատրուսիկը պետք է արտադրես, սնունդը պետք է արտադրես, հագուստը պետք է արտադրես, նասկին պետք է արտադրես, ասենք, ոնց ձեզ ասեմ, դա ողջունելի է։ Ու այն ինչ որ ես միշտ ասել եմ, ու մեկ-մեկ ինձ ասում են, բա դու այսօրվա իշխանություններին պատժկա ես անում։ Ես պատժկա եմ անում ցանկացած խելամիտ գործողություն, եւ դուրս չի գալի հիմար գործողությունները։ Ու խելամիտ գործողությունը, երբ որ ռազմարտությունաբերությունը քո, ասենք, զարգանում է, բնական է։ Խելամիտ էր ամերիկացիներին ներգրավել հագուստի լավ էլի։ Այնքան լավ դերձակ կա Հայաստանում էլի։ Այնքան լավ հագուստներ հայ արտադրողի մասին, անգամ ասենք Պաշտպանության նախարարությունը Պետրոսի մոտ կարծեմ ասեց, որ հայ արտադրող կար, որը որ գծագիր բաներ արեր սպեցնազի համար։ Իսկ սպեցնազի հագուստը շատ է տարբերվում բանից, չպետք է տարբերվի, որովհետև երբ որ դու հատուկ ծառայության, հատուկ կոչում ունեցող մարդուն շարքայինից հագուստով տարբերում ես, դա ինֆորմացիա է առաջնագծում, հակառակորդը տենում է, չէ՞։ Ահա, 10 հատ, ասենք, ստից շորեր հագած զինվորականին, մեկ է մի հատ հայտնվավ մեկը, աֆիցերա, սնայպերին հրաման կամ մինամյոչիկին խփին աֆիցերին, մանավանդ ինքը իր աղվեսափոսը չունի, ամեն մարդ ընդ իր համար աղվեսափոս փորել։ Всё ոչնչացրեցին։
շատ անհեռատես բան է, երբ որ սպեցնազը եւ աֆիցերը կամ ինչ-որ գաղտնի ծառայության կամ դատախազության աշխատակիցը կամ ռազմական ոստիկանության ուրիշ հագուստ է հագնում առաջնագծում։ Առաջնագծում պետք է հագնված լինեն բոլորը մի տեսքով, ասես կոկոնով գլխակներ, ասես հատուկ կազիրյոկներով, դա ինքնասպանների Մոսի պատմությունը հիշեք, երբ որ Մոս Հակոբյանը 16 թվականին բանը լարված վիճակ այն երկու ամսվա մարտերը, որ չգիտես խի մեր մոտ քարորիա են կոչվում, ջիպով եկավ բան գախնի տեղ, որտեղ որ բան խորհրդակցություն էր։ Տենում էին մի քանի հատ ավտոյա, մտածում էին աֆցերները, մեքենաները բան են արել, կայանել են, որ գնան մարտի դաշտ կառվեն։ Մեկը տենում են մի հատ թույն ջիպ ա գալի։ Մեջից մի քիչ ցմփոր մարդ ա հելնում, փորձ չի պետք է խփեն։ Խփեցին արդյունքում Մոսես Հակոբյանը թե վիրավորվավ, թե տրավմա ստացավ։ Խելամիտ չի տարբերել մարդկանց։ Իսկ հատուկ գործողություններին, երբ որ բանա սպեցնազովեցը բանա էթումա հատուկ ջոկատային է էթումա ու առաջնագիծ է գալի ու իր հակոստով տարբերվում է, նայում ես ու հասկանում ես, որ հեսաստե ինչ-որ բան պետք է լինի։ Թուրքերը մեզ այնպես մի հատ սիգնալ ուղարկեցին սրանից 2 տարի առաջ, 1.5 տարի առաջ, երբ որ բանա չիմադանչիկներով սնայպերները եկան կապան։ Որ փոխհրաձգության ժամանակ թուրքեր վիրավորվել, մեկը չիմադանչիկներով, սիրուն հագնված կոկիկ, սենց կռուտոյ տղեկը, սենց գլխակների վրա ինչ ասես կպցրած եկան, ինձ երբ որ դա ասին, բանա այդ դիրքերը երկրապահի տղեկն էին այդ բանանում ու Վաշտի հրամանատարի տեղակալներից մեկը ինձ զանգեց, ասեց, սենց մարդիկ են երևացել, ինչ ասում են, պահեք ձեր գլուխները։ Ձեր գլուխները պահեք, սնայպերներ են եկել։ Եթե լինեին մի 10 անգամ ավել, կասեի սպեցնազը հարձակում է լինելու։ Եկեք մարտականը առաջին, իսկ սնայպերներ են ուղղակի գլուխներդ կակալ պահեք։ Մեր այդ զրույցից հետո 2 ժամ անցնում ես իմանում եմ, որ 4 հոգի սպանվեցին։ 4 հոգի հայ սպանվեց, որովհետև ուշադրություն չդարձրեց այդ հատուկ ջոկատայինների գալը։ Հիմա եթե մեր հատուկ ջոկատայինները տարբերվեն դիրքապահներից, իրենց ուղղակի տեգալը ինֆորմացիա լինելու հակառակորդին, որը եթե հեռախոսով խոսած դրա մասին, կարող է գան ձերբակալեն, ասեն գաղտնիք ես բանանում։ Իսկ հետո որ այդ գաղտնիքը գլխանց որոշել է, ասենք, բացահայտի իրենց տարբեր հագուստները, ասենք, հատուկ ջոկատայինին եւ դիրքապահին հագցնում, իրան բախի չեք դատում։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի ողջ մնալու արվեստ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր ղեկավար Վովա Վարդանովի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։